Դեկտեմբերի 11-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով Գյումրիում էր։ Դեկտեմբերի 5-ին Վանաձորի ու Կրշին տնակավանում բռնկված հրդեհի հետևանքով տուժած 5 ընտանիքների խնդիրը Գագիկ Ծառուկյանին ներկայացնելու նպատակով Գյումրիում էին նաև Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները։ Խմբակցության ղեկավար Հրանտ Մարգարյանը խնդիրը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին։ Մենք տեղում եղանք խմբակցություններ, տեղում ծանոթացանք իրավիճակին եւ մոտակա հայտնի վիճակից ելնելով մենք չեն մասնակցում նիստերին իհարկե, բայց քանի որ դիմը սովորացրել էինք, որ մենք ծեփերս ծառած չենք ստացված իրավիճակներ, մենք ուզում ենք այդ մարդկանց սրտար կանգնենք, իհարկե ձեր օգնությունը, ձեր աջակցությունը պետք, որ մենք գոնե մոտակա 1 տարի մենք ֆինանսավորենք իրենց վարձակալության համար, դա մոտավորապես գումարը մենք 300,000 դրամ յուրաքանչյուր։ Քանի ընտանիք։ 5 ընտանիք։ Ուրեմն հիմա էլ ես քեզ կտրամադրեմ կտած թողել տան իրենք նորմալ ու գումարել կավելացնեն բացել իրենց ասենք թե 300,000 ամեն մեկին էլ 100,000 կտած որ իրենց նոր տարին կարողանան նորմալ կատարել։ Յուրաքանչյուր ընտանիքին հատկացված 400,000-ական դրամը դեկտեմբերի 13-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի անդամներն անձամբ փոխանցեցին տուժած ընտանիքներին։ Անկախ բոյկոտից իրենք միևնույնն է կատարում են ավագանու իրենց գործառույթները։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Գագիկ Ծառուկյանը մշտապես կարիքավոր բնակիչների կողքին են, նշեց Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Հրանտ Մարգարյանը։ Հարգարժան պարոն Ծառուկյանի շնորհիվ մենք միշտ էլ լինելու ենք կարիքավորի կողքին։ Եվ ուրախություն մեզ, մեր բնակիչներին, պարոն Ծառուկյանը անմիջապես արձագանքեց, հենց տեղում այդ հարցի լուծում տվեց, ուրեմն վարձակալության համար 300,000-ական դրամ ամեն ընտանիքին եւ 100,000 դրամ էլ, որ մարդիկ կարողանան իրենց նոր տարին դիմավորել։ Այդ գումարը այսօր տրամադրվեց մարդկանց ու այդ գումարի չափով էլ այսօր բյուջեի մեջ մնաց բյուջեում, այսինքն վաղը կարելի է այդ գումարը տրամադրել մյուս կարիքավոր ընտանիքներին, երբ որ մենք նիստերին կմասնակցենք, այսինքն այս ընտանիք ամենակարևորը որ չտուժեց այս ընտանիքները այս բոյկոտից։ Մեր նպատակը դա է եղել, մնացածը արդեն ժամանակը ցույց կտա։ Առաջիկա շուրջ 20 ամսվա համար տնակավանի բնակիչները կարող են հոգալ կացության խնդիրը եւ գալիք ամանորին էլ տոնական սեղանի շուրջ կփայփայեն ամենանվիրական երազանքը՝ ունենալ քարաշեն բնակարան։ Առավոտից մեկ էլ տեսանք արդեն կողքը հրդեհ հարևանները տագնապի մեջ սկսեցին բարձր գոռալ։ Դուրս եկանք տեսանք արդեն հրդեհ է, ինչ էլ կարողացանք փրկել, ոչ պիտանի արդեն հրշեջները լրիվ թրջել են, դուրս բերելիս կոտրվել էր, անչափ շնորհակալ ենք, բառեր չեմ գտնում ասելու։ Ներկայումս բարեկամ տանենք, բայց արդեն վարձով տունը վերցրել ենք։ Այստեղ տարոնում։ Մենք էլ ենք շատ շնորհակալ, շատ Գագիկ Ծառուկյանին, շատ։ Մենք միշտ էլ իր մասին սենց պատկերացրել ենք, որ նա միշտ աշխատող ուժեն ու կօգնեն։ Երեխաները տանն էին, 9:30 էր արդեն, ես ճաշ էի պատրաստում, մեկ էլ դեմի հարևան դուրս եկավ սիրունտոտա պաժար, ես Լուսինոյի անձնավորությունով, սիրունտոտա պաժար, դուրս եկանք տեանք արդեն, այսինքն այդ երեխեքին փրկեցի առաջին հերթին, 3 երեխա անչափահաս կրկեցինք ու դուրս փախանք, ադյալներով փաթաթած ու բոլորն էլ հիվանդ են մի ներկայացնելով, ոչ մեքենական նստացնենք մեջին ուր տային, ես չոլում ուր տան երեխեքին։ Բարգավաճ կուսակցությունից, բոլոր անդամներից, բոլոր նախաձեռնողներից մեծապատիժ շնորհակալություն եմ հայտնում այս մեզ օգնության համար։ Շատ ծանր վիճական նոր տարյակալ առաջ երեխեք են խաղալիք են ուզում։ Ես գիշերները չեմ քնում, որ ես ինչ օրել ավելի, ամեն տարի ամենալավը ես եմ սարքել։ Հիմա չգիտեմ, չեմ էլ կարող կողմնորոշվեմ ինչ անեմ։ 5-ամյա Հովանեսը հրդեհից հետո հարազատներին ասել է իր նվիրական երազանքի մասին, երբ մեծանա, քարե տուն է կառուցելու, որ չվառվի, իսկ մինչ այդ շատ է տխրում վառված հեծանիվի համար։ Հրայր Հակոբյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։